Բոլոր կանանց արտացոլանքում մենք տեսնում ենք երջանկություն, հաղթանակած կին, պարտվող, ուղղակի ժպիտ։ Այսօր մենք բացահայտելու ենք իրականությունը։ Ինչն են ամենաշատը սխալ կարծում քո մասին։ Կարծում եմ, որ մտածում են գոռոզ եմ, չշփվող, բայց երևի այդպես չի, ոչ թե երևի այդպես չի։ Ես հաստատում եմ, որ այդպես չի, իսկ ինչը ամենաշատը փոխեց քո կյանքում։ Երբ որ մեծ ընտանիքից հետո մնացի մենակ։ Մի քիչ մանրամասնենք, մեծ ընտանիք ասելով ծնողների, թե անձնական կյանքի։ Ամեն ինչ։ Ավելի շատ ընտանեկան ծնողներ։ Իսկ երբ եկար այն գիտակցությանը, որ դու դարձել ես քո երազանքների բիզնես կինը, կայացած կինը և ավելի հպարտություն զգացիր քո հանդեպ։ Կարծում եմ, ես դեռ չեմ հասել իմ երազած կերպարին կամ տեսակին, աշխատում եմ այդ ուղղությամբ ու կհասնեմ երևի։ Ես վստահեցնում եմ, որովհետև յուրաքանչյուր հաջողակ կնոջ ներսում կա առաջընթացի էլի ուժ և նաև մոտիվացիա։ Իսկ եղել են պահեր, որ ուղղակի հոգնել ես ուժեղ լինել։ Այո, եղել են։ Ուզեցել եմ լինել թույլ, որ խնամեն, ինձ էլ վերաբերվեն են մարդկանց, որոնք իրականում թույլ են, բայց դա շատ կարճ ա տևել, նորից թափվել եմ, նորից նույն ձև։ Երբ որ մարդկանց հետ շփվում ես, ամենակարևոր կետերը որոնք են, որ կուզես, որ մարդը ուղղակի այդ կարծիքը ունենալով մնա քեզից հետո։ Ինչի իրականում կզգա, թող այդ կարծիքին էլ մնա։ Չեմ ուզենա որևէ բան ստեղծեմ, որ ինքը այդպես զգա կամ այդպես պահի։ Կամ այնինչ կամ։ Դու ուշացող տեսակ ես, թե շուտ հասնող։ Միշտ ուշացող։ Ես լավ գիտեմ այդ ինչա։ Իսկ ինչպես ստեղծվեց գաղափարը սուրճի բիզնես ստեղծել։ Ինչ եղավ քեզ հետ։ Իրականում սուրճի գաղափարը շատ ավելի վաղ տարիքում եմ ունեցել։ Մի հատ սիրիալ էին ցույց տալիս այդ ժամանակ, «Девушка с ароматом кофе»։ Այդ ժամանակ շատ ավելի երիտասարդ էի, բայց այդ ժամանակ ես սկսեցի սուրճը զգալ, որ սուրճը համեղ է, սուրճը հետաքրքիր է, սուրճը մոտիվացնող է, սուրճ խմելուց կարողանում ես աշխատել, մտածել։ Այդ շրջանակներում ավելի շատ սուրճը սկսեցի նկատել ու այդ գաղափարը միշտ հետապնդում էր և մի օր դարձավ իրականություն։ Իսկ ինչպես ընտրվեց հենց անունը, որովհետև հենց մի անգամից ասում ես Armbox Coffee, ասեք Armenia այդ բանն է և նաև կարա ավելի ուժ լինի, որն է քո հիմքը եղել անվան որոշման մեջ։ Անվան մասի շատ ենք մտածել, մեր ընկերներից մեկը ուղղակի խոսքի մեջ, որ մտածում էինք ինչպես, ինչ դնենք, ինչ անենք, որ ինքը հետաքրքիր լինի և հայկական ինչ-որ մի բան նշվի ու այս անունը որոշեցինք։ Շատ հետաքրքիր անուն է։ Իսկ առհասարակ ասեցիր, որ սուրճը սկսեցիր սիրել, բայց հիմա որպես բիզնես լեդի, դու սուրճը ընկալում ես առաջնահերթ որպես բիզնես, թե սուրճի մոլի սիրահար, որը ստիպվել է, որ բիզնեսը լինի։ Իրականում սուրճի սիրահար, հետո նոր բիզնես, որովհետև սուրճը միևնույն է, հիմա զբաղվում եմ, բայց էլի շատ եմ սիրում ու սրճամոլ։ Ու հիմա ավելի եմ ուզում ավելի լավ սուրճ ստեղծել, ունենալ, այդ գաղափարը լինի մշակել առհասարակ սուրճի կուլտուրան։
Իսկ քանի տեսակի սուրճեր ես դու հիմա արտադրում։ 7 տեսակի սուրճ կա։ Ավելի թեթև համայինով եւ ավելի թունդ համայինով։ Նաև գիտեմ, որ կապսուլներով էլ չէ հայկական ինչ-որ Շուտով կլինի այդ գաղտնիք է։ այո։ Հայկական սուրճի համով կապսուլաներ կունենանք։ Կարծում եմ մենք առաջիններից կլինենք, որ դա կունենանք։ Ինչի չես ների բիզնեսի մեջ։ Չեմ ընդունի ավելի շատ չկրկնվել։ Չկրկնվելու գաղափար է միշտ օրիգինալ լինելու, ստեղծելու, նորություն ունենալու գաղափարն է իմ մոտ բիզնեսի մեջ։ Այն մարդիկ, ովքեր կրկնվում են կամ չեն ստեղծում իրենց է, ես առհասարակ չեմ ընդունում դա։ Եթե լինում է ընտրության հարց, դու հիմա առաջնայինը տալիս ես գումարին, անվանը քո, թե այդ էմոցիաների եւ ազդեցիկ լինելու։ Որովհետեւ այսօրվա դրությամբ Armbax-ը առաջատարներում է ու Երեքը միասին։ Դու նաև որպես բժիշկ հոգեբան կարող ես դա եւս վերլուծել, կարծում եմ։ Եվ տարբերությունն ինչումն է, ինչպես ես դու ընկալում լաքշուրի կյանք ասված, ուզում եմ հասկանամ քո տեսանկյունը, ինչպիսին է մոտեցումը։ Իրականում, երբ որ հոգեվիճակը եւ ֆիզիկականը համահունչ է լինում իրար հետ, հարմոնիկ է ավելի լինում։ Ներաշխարհի տարտացոլանքը ավելի շատ արտաքին աշխարհի հետ համընկնի։ Ինչպիսին ես մեկին լրացնող է այդ ժամանակ։ Ինչպիսի արեգայի ես ուզում տեսնել մի 20 տարի հետո։ Որ լինի անհոգ, իր ստեղծածի անվան կամ այդ ամեն ինչը շոշափի շատ ծերուններում։ Իսկ եթե լինեիր այնտեղ, որտեղ քո փոքր տարիքի ինչ-որ մի կետն էր, ինչ խորհուրդ կտայիր այդ ժամանակ փոքր արեգային արդեն։ Մտածել հիմա, ինչպես չեմ մտածել այն ժամանակ։ Հիմիկվա պես մտածեինք, Այո։ ինչքան բաների կհասնեինք մենք։ Եվ չզսպել ցանկությունները ստեղծելու, արարելու առումով, ավելի շատ դրա համար չլիներ ժամանակ սպասեիր, հասնեիր այս տարիքի կամ գար մի ժամանակ ասեիր հետո կանեմ, հենց այս ժամանակ սկսեիր անել։ Շատ լավ, իսկ եղել է պահ բիզնեսի ընթացքում, որ ուզեցել ես ուղղակի դադարեցնել, ստոպ տալ։ Այո, բայց էլի կարճ ա տևել։ Կարծում եմ ցանկացած մարդ այդ ապրումները կարա ունենա։ Ամեն դեպքում ես ունեցել եմ, այո։ Դա անդհատ է կոնկրետ շատ-շատերիս մոտ լինում ինձ թվում է։ Բայց ես ուզում եմ, որպեսզի դու քո խորհուրդը տաս այն կանանց աղջիկներին, ովքեր ուզում են սկսել բիզնես, փակենք եւ որ չդադարեն իրենց երազանքի ու նպատակի հետևից գնալ։ Ուզում եմ, որ քեզ լսեն եւ քո խորհուրդը։ Լինեն նախաձեռնող, չվախենան ռիսկերից, առաջ շարժվեն, նույն տեղում չլինեն երբեք, չկանգնեն առհասարակ, երբ որ ժամանակի առումով ես կանգնում, կյանքը կանգնում է։ Եղել են մարդիկ, ովքեր քեզ չեն հավատացել։ Կարծում եմ կարա լինի, այո։ Բայց դու շադրություն Բայց ես շատ լավ գիտեմ ես ինչ կարող եմ անել, ինձ պետք չի ասեին ես կարող եմ, թե ոչ։ Ես ինքս ավելի լավ գիտեմ ինչ կարող եմ։ Ինձ շատ հետաքրքիր հարց ծագեց, որ խոսքից ես դու եկել քո կյանքում այդ որոշմանը։ Որ եղել է մարդ, որ ինձ ասել է դու կարող ես, դու պետք է անես։ Հավատը։ Մոտիվացիան։ Այո։ Շատ դեպքերում մենք մեր երեխաներին էլ այդ հավատը չենք տալիս եւ չենք մոտիվացնում։ Մենք երբեք պետք է երեխային չասենք, որ նա չի կարող։ Նույնիսկ եթե չի կարող, պետք է ասենք կարող է, որ ինքը իր ռեզերվները սկսի աշխատացնել։
Իսկ ինչպես ես վերաբերում նախանձին։ Ես նախանձ ունեցող մարդկանց ուղղակի խղճում եմ։ Ոչինչ ասել չեմ կարող, ես իրենց միշտ ասում եմ իրենք մեղք են, որովհետև իրանք իրենց են վնասում։ Այսինքն իրենց սեփական ձգտումը չունենալով կարճում են ուրիշներից։ Ոչ բոլորը կարան ձգտումներ ունենան, ամեն մարդ չի լինում լիդեր։ Ինձ նաև հետաքրքրում է, երբ որ դու գնում ես արձակուրդ եւ հանգստի։ Դու լիարժեք հանգստանում ես, թե էլի մտածում ես գործի մասին։ Չի ստացվում։ Մեկը գերիշխող վիճակը դա գործի մասին մտածելն է։ Աշխատանքն է կարևորում։ Քեզ համար այս կյանքում արժևոր բան, որին երբեք չես դավաճանի։ Չչարանալ։ Իսկ այդ դեպքում չար մարդկանց ինչ խորհուրդ տանք։ Կարծում եմ իրանց խորհուրդ տալ պետք չի։ Հա, չէ, մեկա չեն բարյան, հա։ Իսկ այս պահին դու իրոք երջանիկ ես քեզ համարում։ Այո, իմ ներդաշնակությունը, իմ ներքին խաղաղությունը, իմ երջանկությունն է եւ այս ամեն ինչը ինչ որ կա, այն օրը, երբ որ արտանում ես, արդեն դու երջանիկ ես։ Լիարժեք համաձայն եմ քեզ հետ։ Իսկ ինչը կարող է քեզ ցավ պատճառել։ Գիտես, ցավ ամեն ինչը կարող է պատճառել ցանկացած վիճակ, սկզբի պահը, բայց ամենաշատ ցավ ես ապրում, երբ որ դատարկություն է ներսումդ լինում։ Քեզ մոտ հիմա որ վիճակն է։ Չէ, դատարկ վիճակ հաստատ չի։ Ես միայն ուրախ եմ։ Բայց եղել են այդպիսի վիճակներ։ Ինչ կարող ենք այդ տեսակ վիճակներից քաղել։ Ավելի շատ ոգևորել, գոտեպնդվել եւ մտածել ինչպես առաջ գնալ, ինչ անել ավելի լավ։ Այդ ժամանակ ես կարող եմ, երբ որ չկա ոչինչ, այդ ժամանակ ավելի շատ ես մտածում ինչ ստեղծել, որ լինել անել այնպիսի բան, որ չկա ու դու պետքա լինես մեկը, որը կտարբերվես։ Սիրում եմ տարբերվել։ Իսկ այդ տարբերվելուց հետ միասին, եթե վերանա կյանքում ամեն ինչ, ինչը կպահես քեզ հետ։ Ուշերը, գեղեցիկ օրերը, կյանքում վերջապես հիշողությունն է միշտ քեզ հետ լինում։ Հուշերիդ մեջ լինելու են միմիայն դրականները, թե նույնիսկ այն ինչը որ քեզ կոտրել է, որից դու դարձել ես ուժեղ։ Ես ուղղակի փակել եմ այն ինչը ինձ կարող է մի պահ կանգնեցնել։ Միայն դրական։ Ես միայն ուրախ եմ, որ այդպես ես կարծում, հիմա շատ քչերն են, ովքեր պոզիտիվ կարող են ընկալել եւ ամենակարևորը այդ պոզիտիվի ինչն է օգնում, որպեսզի դու ստեղծես, արարես ու կանգ չառնես։ Գիտես, երբեմն տխրության մեջ էլ կա գեղեցկություն։ Այսինքն էմոցիա ուզում ես ասել։ Այո։ Հետաքրքիր է։ Իսկ ինչ կյանքի մասին ես երազում։ Կյանքը սիրում եմ եւ իր դժվարություններով եւ առավելություններով եւ հեշտությամբ։ Այն ինչ կա կյանքում չեմ փորձում։ Զգում եմ այնպես ինչպես կա։ Այսինքն հետագայի համար պլաններ չունենք, ինչ տեսակ ենք պատկերացնում մենք մեզ։ Իհարկե ունենք անհոգ։ Փորձելու եմ լինել ավելի անհոգ։ Այսինքն այն տեղերը, որ տեղերում հիմա շատ զբաղվածության պատճառով բացակայում ես, արդարացում կունենա։ Այո։
ինչպիսին կուզեիր որպեսզի հետագայում լիներ Armbox-ի ճակատագիրը եւ ինչ կետից հետո նոր կարող էիր հանգիստ շունչ քաշել ու ասել այո, ես արդեն արեցի այն, ինչի համար որ հիմնել եմ այս ամեն ինչ։ Չեմ ուզենա այդ վիճակը վերջնական զգամ, որ վերջել անելու բան չկա։ Կուզեմ միշտ այդ լրացնել ինչ-որ լավ վիճակին ավելի լավ վիճակ լրացնելով։ Իսկ Armbox-ի հետ կապված ես որակը պետք է պահեմ շուկայում եւ շատ online եմ։ Իրականում Կալիֆոռնիա նահանգից եւ արդեն դուրս Armbox-ը համարվում է առաջատարներից մեկը, որը ես եմ տեսնում եւ նաեւ դրա հաջողության գրավականը ինձ թվում է այն փաստն է, որ դու չես ափսոսում ներդնելուց, չես ափսոսում բոլորիս համար լինելու։ Հիշեցնեմ այն մարդիկ, ովքեր նոր են միանում, որ Armbox Coffee-ն առաջատար իմ հովանավոր եւ գործընկերներից մեկն է, որի համար շատ շնորհակալ եմ։ Ես նույնիսկ շատ լավ եմ զգում, երբ որ իմ հյուրերին, որոնց որ նվիրում եմ Armbox, իրենք ծանոթ են։ Ես ինձ իրականում դրանից շատ լավ եմ զգում, որի համար քեզ եմ շնորհակալ եւ այստեղ ավելի շատ դեպի ավարտ գնացող հարց եմ ուզում տալ, որքանով է օգնում քո բժիշկ հոգեբանի մասնագիտությունը քո բիզնեսի կառուցմանը, ընթացքին եւ մարդկանց հետ շփմանը։ Իրականում նար եւ օգնում է եւ ոչ։ Ներեք։ Շատ բադ պահի եմ հարց տալիս, sorry։ Ահա։ Այո։ Մասնագիտական շատ հարցերում այո լինում է օգտակար, շատ հարցերում է լինում է խանգարող։ Երբ որ ավելի լինում է սպրպտող, ինքը մի քիչ խանգարում է։ Որովհետև շատ դեպքերում շփման առումով ես երբևէ չեմ նկատում, որ դու հատուկ կիրառես քո մասնագիտականը, այլ դու իրականում ոնց ասեցիր, պոզիտիվ քո տեմպով գնում ես։ Դրա համար ես այդ պոզիտիվը մի կողմ դրած, քեզ չճանաչելով փորձեմ այդպես հարցս ձևակերպել։ Լինում է քո կյանքում դեպքեր, որ այսքան մարդկանց մեջ դու քեզ մենակ զգաս։ Միշտ է այդպես լինում։ Հաճախ կարելի է ասել, ինձ համար կապ չունի, ես ինչքան մարդկանցով շրջապատված կլինեմ, այդ մենակության զգացողությունը ես սիրում եմ ունենալ ու ունեմ։ Այսինքն դու մենակ ավելի ներդաշնակ ես ինքդ քեզ հետ։ Դա կարող ենք զուգահեռներ տանել մանկության հետ, որ եղել է ընթացք, որ մենակից ես սկսել, թե միշտ ես այդպեսին եղել։ Կարելի է ասել միշտ։ Եվ Mirror Talk by Naira-ի ամենակարևոր եւ վերջին հարցն եմ ուզում քեզ տալ։ Ինչ կին ես տեսնում իր ներաշխարհով հայելուց այն կողմ։ Գիտես նար, ես իրականում քո մեյքափն եմ հավանում շատ։ Ու ես մեյքափ անել միշտ չեմ սիրել։ Երբ որ դու ես արել, ես արդեն քեզ չգիտեմ, չեմ էլ ասում, որ ինչպես ու ոնց։ Ուղղակի լուր նստում եմ ու որտեղ շատ եմ սիրում, շատ գեղեցիկ է։ Շնորհակալ եմ կոմպլիմենտի համար եւ նաեւ ուզում եմ ներաշխարհդ բացահայտենք։ Դիմահարդարումը քեզ ավելի ուժեղ է դարձնում, թե դիմահարդարումը ընդհանրապես գեղեցկացնում է եւ դու կարող ես գնալ տեղ։ Կոնկրետ քո դիմահարդարումն է ինձ վստահություն ներշնչում ու սիրում եմ ու վստահ եմ, ինքնավստահ եմ ավելի։ Այս խոսքերից հետո ես չեմ կարող պարզապես քեզ չհանձնել գեղեցիկ ծաղկեփունջը նռնենից, մեր գործընկեր եւ հովանավոր, որովհետեւ գեղեցիկները, քո անունն է իդեպ գրած, գեղեցիկները միշտ արժանի են գեղեցիկի։ Շատ գեղեցիկ է։ Այս ծաղկեփունջը դու կարող ես 3 տարի պահել, պահպանել, խոստանում եմ զուգահեռ էլի կնվի։ Ուրախ եմ, որ այս հաղորդման շրջանակներում ես արժանացել եմ այս գեղեցիկ ծաղիկներին։ Ես գիտեմ նաև, որ դու գործի մարդ ես 24/7-ի, բայց նաև գիտեմ, որ եթե մենք գնում ենք հանգստանալու, ապա գնում ենք եզակի միտեղ, ճիշտ է, դու էլի աշխատում ես, բայց նաև հանգստանում ես։ Գարիկի մոտ, Գարիկը սիրով, իմ բոլոր հյուրերին նվիրում եմ 1 օրյա հանգիստ իր տներից
որում ուզես, Վաու։ կարող ես վայելել հանգիստդ, այդ օրը մենակ կթողնեմ քեզ, որ համ բիզնեսը տանես, համ հանգիստդ վայելես։ Սիրով շնորհակալություն, այս ամենահաճելի պահն է։ Ես գիտեմ նաև, որ մենք նույն կազմակերպությունին ենք վստահում մեր տպագրությունները, այն ամեն ինչը, ինչ որ վերաբերում է գեղեցիկին տպելու հետ կապված, մեր պրինտը իմ գործընկերներից է նաև, այլևս քո բիզնեսի կամ առհասարակ ինչ որ ուզես տպագրության տալ, կարող ես տպագրել 20% զեղչով։ Ես շատ շնորհակալ եմ, Ռուդիկ ջան։ Ես այսուհետ կգամ զեղչված։ Այո, իհարկե, քիչ չի քանակի տեսանկյունից։ Շնորհակալություն։ Եվ իհարկե գիտեմ, որ շատ սիրում ես որակյալ մթերքներից օգտվել, սիրում ես առողջ սնվել եւ բոլորիս հյուրասիրել։ Կոզանյան մարքեթը եւս 20%-ի զեղչ է ընձեռնում իմ հյուրերին եւ իհարկե հատուկ քեզ համար նաեւ 20%-ի զեղչի հնարավորություն ունես Կոզանյանում։ Սիրով ես օգտվում եմ, բայց ավելի շատ կօգտվեմ։ Մեր տներին էլ մոտ է Կոզանյան մարքեթը։ Եվ քանի որ դու քո սուրճերը տվել ես ես բոլորին տամ, հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ Armbax սուրճերը եւս մեր համար լավագույն գործընկերն է։ Նար ջան, իրականում ես սուրճը փոխանցել եմ, դու նվերներ ես տվել, բայց ես բերել եմ քեզ եւ Վարոյի համար։ Ուզում եմ փորձեք, համտեսեք, դուք վայելեք։ Արքես սուրճ պետք է։ Համաձայնվես, թե չէ, ես տանելու եմ, շատ շնորհակալ եմ քեզ եւ երկե շնորհակալ եմ, որ այսքան ծանրաբեռնվածության ընթացքում ժամանակ ես գտել գալու հրաշք Հոլիվուդը վայելելու եւ ինձ հետ խոսելու։ Ես եմ շնորհակալ, որ այս հետաքրքիր վայրում դու արել ես մի գործ, որը ես շատ հավանում եմ ու շատ սիրում եմ։ Օր անջատի հուզվում եմ, այդ պետք չի որ մարդիկ